Հայաստանում հանդիպում է մոտ 15 տեսակ մեխակ՝ արևելյան, անհրապույր, մանրածաղիկ եւ այլն։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Հնագույն ժամանակներից մեխակները օգտագործվել են որպես բուժիչ բույս, որոշակի հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Նախ հարկ է նշել, որ մեխակը հանդես է գալիս որպես շատ ուժեղ եւ հզոր խթանիչ։ Այն կարող է օգտագործվել ախորժակը բարձրացնելու, աղիքային հիվանդությունները վերացնելու եւ բերանի խոռոչի, տհաճ հոտերը եւ վարակները վերացնելու համար։ Մեխակը հիանալի միջոց է մարսողական խնդիրների դեմ։ Մեխակի ամենակարևոր կիրառություններից մեկը մարսողական համակարգին թեյի տարբերակով օգտակար լինելն է։ Բացի այդ, մեխակի քաղվածքը կարող է օգտագործվել նաեւ խոցերի բուժման ժամանակ։ Մեխակի հակամանրեային հատկությունները օգնում են վերացնել միկրոօրգանիզմները, այդ իսկ պատճառով կոկորդի տարբեր բորբոքային խնդիրների ժամանակ դուք կարող եք շատ հաճախ խմել մեխակով թեյ։ Մեխակը նաև պարունակում է եվգենոլ, ակտիվ բաղադրիչ, որը հատկապես օգտակար է լյարդի առողջության համար։ Այն կարող է օգնել բուժել լյարդի ճարպակալումը եւ օքսիդատիվ սթրեսի հետևանքները։ Չորացած մեխակը կարելի է նաև օգտագործել մակաբույծներից ազատվելու համար։ Անհրաժեշտ է օրական 2 անգամ ընդամենը ծամել մի քանի չորացրած մեխակ ուտելուց 30 րոպե հետո։ Մեխակը նաև օգտակար է ցածր ճնշման դեպքում։ Կարելի է թեյ խմել մեխակով կամ պարզապես ծամել մի քանի չոր մեխակ եւ կանցնի գլխացավը կբարձրանա ճնշումը։ Այսքան դրականի կողքին հարկավոր է իմանալ, որ մեխակ չի խորհուրդ տրվում հաճախ եւ շատ օգտագործել ստամոքսի եւ 12 մատնի աղիի խոցի, ինչպես նաեւ բարձր արյան ճնշման դեպքում։ Արմինե Բրսոյան, Բարև Երկիր։